ասում են խաղաղություն, բայց բանակում մահերը շարունակվում են, խնդրեմ։ Երեք մենք նորից լուր ստացանք, որ Պապիկյանը վերանշանակվի պաշտպանության նախարար։ Ես ասեմ, որ Պապիկյանը այն նախարարը չէր, որ պետք է նշանակվեր կամ վերանշանակվեր, որովհետև մենք էլ ահազանգերի ենք տիրապետում, մենք էլ գիտենք ինչ է կատարվում բանակում, ցավոք, այո, նույնիսկ այդ բարոյահոգեբանական, ես շատ խոսեցի քիչ առաջ բարոյահոգեբանական խոշտանգումից, բարոյահոգեբանական վիճակը բանակում պատշաճ մակարդակի չի բերվում եւ չի բերվում, նույնիսկ պատշաճ տվյալ ընտանիքին մոտեցում չի դրսևորվում։ Գիտեք, խնդիրը այն չէ, որ Սուրեն Պապիկյանը պիտի Facebook-յան էջում ցավակցություն գրի։ Խնդիրը դա չէ։ Խնդիրը այն է, որ մենք տարանք այդ երեխայի, տղայի, 18 տարեկան տղայի գլուխը կերանք ու գնացինք հանգիստ մեր վարչաֆեստիվալներին, հեծանիվներին, փառատոներին ու չգիտես ինչին։ Թող ցույց տա Սուրեն Պապիկյանը, նույն Նիկոլ Փաշինյանը, քանի զինվորի այդպես սպանված զինվորի ընտանիքի իրենք որևէ անգամ բացել են այդ մարդկանց դուռը, նույնիսկ իրենց քաղաքապետերը չեն այցելում, գյուղապետերը չեն այցելում, գյուղը դեռ մի քիչ իր այդ վարքու բարկով ուրիշ է, որևէ չինովնիկ չի տանում, հուղարկավորում են, գալիս մնում են իրենց ցավի հետ մենակ։ Սա քիչ առաջ ես խոսում էի բարոյական հոգեբանական խոշտանգումից, դու տանում ես 18 տարի մարդը որդուն մեծացրել է, ես կառաջարկեմ օրինակ ֆորս մաժորային պայմանագրեր լինեն։ Օրինակ Աստված մի արասե, եթե տվյալ ընտանիքի որդու կյանքը խլվում է, ինչ պետք է անի պետությունը։ Ընդհանրապես պետությունը ինչ պետք է անի այդ ընտանիքի հետ։ Խոսքը ձեր տված այդ 10 միլիոն շպրտած գումարի մասին չէ։ Ոչ, խոսքը դրա մասին չէ։ Պետությունը բարոյական, հոգեբանական եւ ֆինանսական, այո, ինչ պատասխանատվություն պետք է ստանձնի տվյալ ընտանիքի հանդեպ։ Երբ որ իրենք իմանան կամ ամեն այդպիսի զոհից հետո պարտադիր պետք է պաշտոնանկություն տեղի ունենա։ Ամենագլխավոր պատասխանատուի պաշտոնանկություն պիտի տեղի ունենա։ Եթե դա չի լինում, նշանակում է բանակում կլինեն եւ զոհեր, եւ ինչու ոչ միայն բանակում, հիվանդանոցներում, առողջ մարդուն հիվանդանոց է ստանում, ասում են ռեանիմացիայից եկեք տարանք այնտեղ, եկեք բերեք։ Ընդհանրապես բոլոր ոլորտներում վերանայման խնդիր կա։ Վերանայողը չի կարող լինել ԿՊ-ն։ Ես մի անգամ ասել եմ Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին Հովիկ Աբրահամյանը ստեղծեց հակակոռուպցիոն մարմին, որը ղեկավարում էր հենց ինքը։ Դուք պատկերացնում եք, ոնց որ մարդասպանը այնպես անի, որ ինքը մարդասպանությամբ չզբաղվի, դե չի լինի, չէ՞։ Գործողանձը հենց ինքն է։ Հիմա մենք ասում ենք, մենք պետք է ամեն հարցում լինենք հետևողական։ Հասարակական սեկտորը պետք է համախմբվի։ Ես ինքս էլ ունեմ հասարակական կազմակերպություն, առաջարկում եմ համախմբվենք, բոլոր հարցերում վերանայենք մեր գործողությունները, ինչու միայն ասենք այս անհետ կորազը, չէ՞ որ երեկվա այդ Նարեկի ընտանիքը ավարտվեց, այդ ընտանիքում ամեն ինչ ավարտվեց, ամեն մեկը իրենց գործին են, ուրախ զվարթ, բաժակներ են չխկացնում, դու էլ նշանակվեցիր, դու էլ նորից նախարար ես, իսկ ինչ կանի Նարեկի մայրը, ինչ կանի մյուս Արմանի մայրը, ինչ կանեն մեր մյուս տղաների մայրերը։ Դրա համար պետք է մենք փորձենք հասարակական սեկտորը ակտիվանա եւ թույլ չտա, որ այս իշխանությունը թալանի, քերթի կաշին, իրենց փողերը լեցուն այսպես ծովի մեջ խեղդվեն, դե դու թոշակառու 10,000-ով, գործազուրկ, Նիկոլ Փաշինյան, դու մի այսպես քո այդ հոգուն հագուրտ տալու համար հազարավոր աշխատատեղեր փակեցիր։
Այնքան որ վրեժդ լուծես, հազարավոր աշխատատեղեր ես փակել։ Հիմա էլ ասում են 14 րոպե լսումներ եղավ, հեծը հիմա դրված է պետական խայտարակություն։ Հեծը դրված է Թալանի, Արարատ ցեմենտը դրված է Թալանի, եկել եք եւ տնտեսության վերաբաշխում եք իրականացնում։ Բայց այս տնտեսության հերն էլ անիծեցիք, տնտեսություն թողեցիք, որ այդ վերաբաշխումն էլ իրականացնեք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես։